Մեծահազանգված քաղաքացիները բողոքում են այն մասին, որ երկրում համատարած գնաճ է տիրում։ Նրանք նշում են, որ այս սեզոնին բավականին թանկ արժեն միրգը, բանջարեղենը, կատնամթերքը։ Ներկայացնում են կարմլուրի հարցումը։ Ուշադիր չեմ երեխեք, առևտրով այդքան չեմ զբաղվում, ամուսինս ա զբաղվում։ Չի դժգոհում տանը։ Չէ, ճիշտն ասած։ Բայց իհարկե սենց մեկ-մեկ նայում եմ բավականին կան բաներ, որոնք թանկ են մնացել։ Ինչ է կոնկրետ։ Նույն ելակ օրինակ, լոլիկը նույնպես, եթե բանջարեղեններին ա վերաբերվում։ Մեր մոտ թանկ աղաք ա հարմարվում։ Նույն կաֆե եթե նստես, էլի թանկ ա, չի չէ։ Մենք Մոսկվա շատ քիչ ա տարբերությունը օրինակ։ Թանկ քաղաքը մեր քաղաքը։ Մոսկվայում ավելի մատչելի է։ Նայած ինչ մատչելի է, կոնկրետ եթե կաֆեները վերցնենք, նույն գներն է։ Բանջարեղենը այդքան չէ, բայց հա թանկ է, ընդհանուր թանկ է։ Համեմատած երկրի իր ասենք ունենալու աստիճանին թանկ է։ Մի փոքր։ Մի քիչ թանկություն կա։ Իսկ կատնամթերքի մեջ, մսամթերքի մեջ թանկացումները Դրանք ավելի շատ, հա։ Դրանք ավելի շատ, քան բանջարեղենը։ Գոնե բանջարեղենը ասենք ոչինչ։ Դրանք շատ ավելի։ Դե ելակ այս ամիսին միշտ թանկ ա եղել, որում չափից դուրս է այսօր թանկ, դա սովորական Հայաստանի, Երևանի համար սովորական, ինչպես դա էլ թանկ իհարկե թանկ է, նորմալ գներ են։ Միտեղ հյուրեր ունեն, որ փողոցում չեմ հիշում, Արամիթի ներքև գնացին, բայց դա մի 10 օրվա առաջ տեղեկությունն է։ Բանը ոչ թե բալը այն մյուսը, չի գիլասը, ուրեմն գիլասը մոռացա։ Արգին հարցեցին, ասեմ ինչքան է։ Ասեմ դուք 27000։ Հետո ասում եք, հա, դե գները թանկ են, ինչու՞ ասեմ, ինչ եք ուզում իմանալ։ Ըստ ձեզ թանկացումների պատճառը որն է։ Նախ եւ առաջինն է նոր են դուրս եկել, իսկ սկսած խորհրդային տարիներից Բայց 27 դուրս եկած, չէ, դա նորմալությունն է։ Համեմատելու բան չկա, որովհետեւ դա ուրիշ բան է։ Միշտ առաջինը թանկ է եղել։ Համեմատած նույնիսկ այն խորհրդային տարիների աշխատավարձին թանկ է եղել։ 5 ռուբլի 10 ռուբլի, դուք պատկերացնեք 10000 վարունգ 10000 դրամ, եթե 1000 դրամ ռուբլի վեսնենք բան, լոլիկ, թանկացել է, իհարկե թանկ է, ինչու կարող բացատրեմ, քիչ է, ասակա, քիչ են, նորա, իհարկե թանկ է։ Սեզոնից բացի ուրիշ ինչ պատճառ եք տեսնում։ Չեմ անում, կլիմայական պայմանները, անձրևակալի բանը, ջերմուստներ են, ջերուցումը, լույսը, չգիտեմ, թանկ է։ Ես շուկայում միրգ չեմ հանդիպել, պետք է որ կերասը լիներ, Ծիրանի հայոց լեզուն ցոգոլը լիներ, մի տեսակ չեմ տեսնում, պամիդոր, լոլիկ, վարունգ, երևի ջերմատնտեսությունների բերքն է, հասարակաղաքական իրավիճակն է այդպիսին երկրում, շուրջ 20 տարի շարունակ, Շամիրամների բուր բազում բանակներ առնել են արևի դեմ, արև չի ծագում երկիր վրա, արդեն 3 ամիս է արև չկա քաղաքի վրա, հերթական տարին է, բերքից, բարիքից խեղճ գյուղացին զրկվել է, եթե դուք կարող եք մեկ քայլ, չեմ ասում քաղաքական ուղղություն, մեկ քայլ ցույց տաք այս երկրի մեջ, պետություն, երկիր նույնը, որ դրական է, ես ներողություն խնդրեմ ու դադարեմ քաղաքականություն զբաղվելուց։ Միակ բանը, որ կարող էր օգտակար լինել, խեղճ ու կրակ գյուղացու մի 10 տոննա խաղողներ, մի քանի տոննա լոլիկներ, որ պիտի մթերեին, հոգսերը հոգային։ Հույս չունենա գյուղացին այս տարի։ Այսա ողբերգական թանկացում է։ Ինքնից ինքեն շուկայում պիտի պտուղ բանջարն էլ թանկ լինի։ Սեզոնի թանկ է լինում։ Հիմա ճիշտ է։ Մարդիկ ասում են արդեն ամառ է, բայց վարունգը, լոլիկը բավականին թանկ է։ Դե չի ասի։ Իսկ կատնամթերքի մեջ թանկացումներ չեք տեսել։ Չէ, այդքան ճիշտն ասած։ Չէ։ Իհարկե ամեն տեղի թանկացումներ է Հայաստանում։ Կոնկրետ կասեք ինչ է գնում եւ ինչքան է թանկացել։ Երևի մի 30-ից 40% ամեն ինչը։ Բոլորը սիգարետներից եւ մառոժնի առայել թանկացել է։ Նախորդ տարվա համեմատ ինչքան է թանկացել բաղբաղակը։ Երևի 20-30 դրամ։ Պատճառը որն է ըստ ձեզ։
ինֆլյացիա է, շատ գիտեմ։ Չեմ կարող ասել։ Կյանքը ինքն է ցանկացել։ Մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ արժեք ունի միայն պայքարող ստեղծագործող մարդը, ցավոք սրտի։ Իսկ դա կարող է մատների վրա հաշված գտնենք ամբողջ երկրի մեջ։ Այս ամենաբարձր, ամենաողբերգական թանկացումն է։ Ուզում ենք ղեկավարությունը փոխվի արդեն։ Ում եք տեսնում հաջորդ ղեկավար։ Ոչ մեկի։ Չեն արդարացրել ձեր հույսերը։ Չէ։